Ես վերջի 7 տարի, մանավանդ 5 տարի շատ հաճախ եմ լսում կամ կարդում հետևյալ բառերը, թե բա մենք արժանի ենք այս ամենին։ Ես միշտ մոտս այդպես ռեակցիա է ծագել, թե բա այդ մարդուն ասել ուղիղ, թե բա ասելուց մի հատ շուրջդ նայի քո երեխաներիդ, քո ընտանիքիդ ու նրանց էլ ասա, որ գիտեք ինչ դուք էլ եք արժանի։ Ինձ թվում է ասել մենք արժանի ենք եւ նկատի ունենալով մեր ամբողջ ժողովուրդը շատ սխալ մի բան է, որովհետեւ ես հաստատ արժանի չեմ սրան։ Ես երբեք Հայաստանի եւ հայ ժողովրդին օգուտից բացի հաստատ վնաս չեմ բերել։ Եվ իմ նման կան, եթե ոչ միլիոնավոր, ապա 100,000-ավոր մարդիկ կան։ Եվ ինձ շատ ավելի բան արած մարդիկ կան։ Ի վերջո զոհված տղաներ կան, որ այս վիճակին արժանի չէին, նրանք արժանի են կյանքի, լավ կյանքի։ Նրանց հարազատները, ընկերները, բարեկամները արժանի էին ավելի լավ կյանքի եւ արժանի էին ունենալ այս զոհված տղային որպես իրենց կողքին, որպես եղբայր, ծնող, զավակ, ընկեր։ Եվ այդ տղաների երեխաները արժանի են ունենալ հայր կամ նույնիսկ մայր եւ այլ եւ այլ։ Ինձ թվում է այն պահին, երբ մենք որոշենք, որ մենք արժանի ենք, այդ պահին ենք մենք դառնում արժանի այս վիճակին եւ այդ պահին մեր վերջն է գալիս։ Հայ ժողովուրդը արժանի այս վիճակին արժանի չէ, մենք արժանի ենք ավելի լավ սցենարին։ Սփյուռքը հայ մեղավոր չի, որ Հայաստանը այս վիճակում է։ Արցախցին նույնպես մեղավոր չի, որ այս վիճակում է։ Հայաստանին մեղավոր չի, որ այս վիճակում է։ Այն մարդիկ, ով մեղավոր են այս վիճակում, որ մենք այս վիճակում ենք գտնվում, այդ մարդիկ թքած ունեն այս իրավիճակի վրա եւ մեր բոլորիս վրա։ Եվ չես կարող ասել, որ դուք արժանի եք, որովհետեւ սրանք մեր մասը չեն։ Հայ չեն ծնվում, հայկական ազգանունով ընտանիքում հայ դառնում են։ Հայ ծնվում են այստեղ եւ այստեղ։ Մենք արժանի չենք այս վիճակին։ Մեր թշնամին արժանի չի այն ամենին, ինչ նա ստացավ իր կեղտոտ խաղերով, որ մի մասն է այսօրվա Հայաստանի իշխանությունը, խունտան, անիծյալ խունտան, մահաբեր տականքները։ Հայ մարդը արժանի է ճշմարտության, հայ մարդը արժանի է պայքարի, հայ մարդը արժանի է արժանապատվության, հայ մարդը արժանի է վերելքի, հայ մարդը արժանի է արդարության եւ հայ մարդը արժանի է հաղթանակի։ Մնացած բոլորը ուրեմն հայ չեն։